Այս վիդեոն նկարում եմ մեր հետևորդներից մեկի ուրեմն խնդրանքով, որը ուզում է, որպեսզի հոլովակը հասնի հասցեատիրոջը, բայց մինչև հասցեատիրոջը դիմելը ես ոչ մի մեկնաբանություններ չեմ անելու եւ այն վիդեոն է, որ ես կխնդրեի, որպեսզի դուք անեք ձեր մեկնաբանությունները եւ խնդրում եմ ակտիվ մեկնաբանություններ թողեք, որովհետեւ հարցը այնպիսին է, որ այո, պետք է հասնի հասցեատիրոջը եւ շատ կարեւոր են տարբեր կարծիքներ, իհարկե իմ համար մի հատ կարծիք է եւ դա միանշանակ է, ես այդ կարծիքը չեմ ասի։ Հիմա ով է հասցեատերը։ Հասցեատերը կին է, որը ցավոք քաղցկեղով հիվանդ է, բայց մի 2 տարի առաջ ամուսինը հեռացել է տնից, երեխաներ էլ ունեն եւ հոմոսեքսուալիստ է բանից պարզվում ամուսինը, չգիտեմ, երևի հետո են իմացել, հիմա հետ է եկել, ուզեցել ընտանիք վերադառնա, возвращение блудного сына եւ ուրեմն այս կինը ուզում է ընդունի ամեն ինչ լավ կլիներ, բայց մի հատ նյուանս կա այստեղ, որ այդ տղամարդը վիճով հիվանդ է, սպիդով հիվանդ է։ Հիմա հասցեատիրոջը հետևորդուին ուզում է, որպեսզի հասնի այն գաղափարը, որ չարժի տենց բան անել։ Նամանավանդ եթե մարդը քաղցկեղով հիվանդ է, ուրեմն իր իմունիտետը շատ ընկած է, չեմ կարծում, որ դա լավ գաղափար է, բայց լավ, ես խոսք եմ տվել, որ ես չեմ միջամտելու եւ ուրեմն ես անհամբեր սպասում եմ ձեր մեկնաբանություններին, այնպես որ ակտիվ մեկնաբանում ենք։ Լավ օր ձեզ։